Թրամփը որոշել է վճարովի դարձնել Հորմուզի նեղուցը, նավերը պետք է վճարեն բեռի արժեքի 20%-ը։ Սա անսպասելի որոշում էր համաշխարհային շուկայի համար, առավել ևս, որ Թրամփը նախկինում միշտ էլ հայտարարել էր, թե նեղուցով անցումը բոլորի համար պետք է լինի ազատ ու անվճար։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ից կվերականգնի Իրանի բոլոր նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը։ Նախորդ շրջափակման ընթացքում ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում ամերիկյան զինվորականները վերաուղղորդել են ավելի քան 140 նավ, շարքից հանել խախտում կատարած 9 նավ և թույլ տվել, որ շրջափակման միջով անցնի մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 50 առևտրային նավ։ Թրամփը հայտարարել է, որ շրջափակումը վերաբերում է միայն իրանական նավերին և նրանց գործընկերներին, մյուս երկրները կարող են օգտվել նեղուցից վճարովի հիմունքներով։ Ստացված գումարը կուղղվի տարածաշրջանում անվտանգության ծրագրերի իրագործմանը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Վարորդական վկայականը հեռախոսի մեջ Կալիֆորնիան հրաժեշտ է տալիս թղթե վկայականներին։ Լոս Անջելեսում կրճատվում են տեսախցիկները, ինչ խնդիր են բացահայտել իրավապահները։ Գլենդելում հայտարարված է շոկի վտանգ, ինչ է անհրաժեշտ իմանալ։ Վայրի գազանները վերադառնում են Ամերիկա, արդյոք մարդիկ պատրաստ են։ Իսկ թողարկման երկրորդ մասում պատմելու ենք ամենամեծ հայկական կազմակերպություններից մեկի մասին։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Կալիֆորնիայի վարորդները այլևս թղթե վարորդական իրավունք չեն կրի իրենց հետ։ Նահանգապետ Նյուսոմի ստորագրած նոր օրենքով թվային վարորդական իրավունքի հասանելիությունը կտրուկ մեծացել է։ Թվային վկայականը պահվում է բջջային հեռախոսի մեջ։ Փորձնական ծրագրի սահմանաչափը բարձրացել է մինչև 60%, նախկին 15%-ի դիմաց ավելի քան 3.5 միլիոն մարդ արդեն օգտվում է այս տարբերակից։ Ավտոմեքենաների վարչության աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ, այլևս վարորդի ձեռնարկները տպելու կարիք չկա։ Թղթային ծանուցումները նույնպես դուրս են գալիս գործածությունից, գործարքների 90%-ն այժմ կատարվում է օնլայն։ Սա նվազեցնում է սպասման ժամանակը 40%-ով։ Այս փոփոխությունները խնայում են ժամանակ և գումար։ Ճանապարհների ու տրանսպորտի կառավարման ոլորտում Կալիֆորնիան օգտագործում է նաև արհեստական բանականությունը։ Տեխնոլոգիան նվազեցնում է խցանումները ճանապարհներին, իսկ կոդերի միջոցով ստուգումը կրճատում է հերթերը։ Լոս Անջելեսի ոստիկանությունը անջատել է գաղտնի տեսախցիկները, դրանք հետևում էին մեքենաների համարանիշներին, քաղաքացիները անձնական տվյալների անվտանգության հետ կապված մտահոգություններ ունեին։ Իրավապահները չեն կարողանում համաձայնության գալ ընկերության հետ։ Ոստիկանությունը ցանկանում է տուգանել ընկերությանը, տուգանքը կգործի, եթե նրանք տվյալներ տան այլ գործակալություններին, օրինակ այսին։ Քննադատները պնդում են, որ խախտվում են մարդկանց իրավունքները։ Տեխնոլոգիան նաև սխալներ է թույլ տալիս։ Տեսախցիկները հաճախ սխալ են ընթերցում համարանիշները, այդ պատճառով անմեղ վարորդները խնդիրներ են ունենում։ Լոս Անջելեսում ներկայումս տեղադրված է Flock Safety-ի 138 տեսախցիկ։ Դրանք ավտոմատ կարդում և գրանցում են անցնող մեքենաների համարանիշները։ Իրավապահները նշում են, որ նման տեխնոլոգիաները հաճախ օգնում են բացահայտել հանցագործությունները և գտնել որոնվողներին։ Ընկերությունը այժմ փորձում է փրկել գործարքը։ Նրանք նշում են, որ սա ընդամենը թյուրիմացություն է։ Բանակցությունները դեռ շարունակվում են, տեսախցիկներն անջատված կմնան մինչև վերջնական որոշումը։ Կալիֆորնիայի դպրոցներում երեխաները այսուհետ կուտեն միայն թարմ ու տեղական մթերք։ Նահանգապետ Նյուսոմը ստորագրել է օրենք մշտական դարձնելով Farm to School ֆերմայից դպրոց ծրագիրը։ Ֆերմերները լայն կիրառում են նաև օրգանական գյուղատնտեսական մեթոդները գյուղմթերքը երեխաների համար ավելի անվտանգ դարձնելու նպատակով։ Կալիֆորնիան արգելել է վտանգավոր սննդային հավելումները, ներկանյութերը և քիմիական նյութերը դպրոցական ճաշերում։ Ծրագիրը սկսվել է 2021 թվականից, այդ ժամանակից ի վեր դպրոցներին տրվել է 3.5 միլիարդ անվճար ճաշ։ Այս ծրագրից օգտվում է Կալիֆորնիայի հանրային դպրոցների 49%-ը։ Միայն Լոս Անջելեսի միավորված դպրոցական շրջանը ֆերմերներից կգնի 4.7 միլիոն դոլարի սնունդ։ Տեղական ֆերմերներին աջակցելը տնտեսության համար բերում է նոր եկամուտ։ Տնտեսագետների հաշվարկներով այս ծրագրում ներդրված յուրաքանչյուր դոլարն ապահովում է 2.10 դոլարի տնտեսական ակտիվություն։
Վերադառնանք իրանական թեմային, ԱՄՆ զինուժը ավարտել է հարվածների հերթական փուլը Իրանի տարածքում, հայտնում են պաշտոնական աղբյուրները։ Գործողությունը տևել է 5 ժամ, Centcom-ի տվյալներով նպատակը Իրանի ռազմական կարողությունների թուլացումն է հենց Հորմուզի նեղուցի հատվածում։ ԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցրել արդեն 3-րդ գիշերն անընդմեջ։ Իրանի ռազմական թիրախների դեմ բարձր ճշգրտության զինամթերք է կիրառվել։ Հարվածներ են հասցվել առափնյա պաշտպանության համակարգերին։ Ափամերձ օբյեկտներին հարվածելու նպատակով ամերիկյան կողմը նաև անօդաչու կամիկադզե նավակներ է օգտագործել։ Ոչնչացվել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի դիրքեր։ Թիրախների թվում են եղել Բուշերը, Չահբահարը և Ջասքը։ Իրանն անմիջապես պատասխանել է ԱՄՆ գործողություններին, հարձակում է տեղի ունեցել Բահրեյնի վրա։ Իրանը թիրախավորել է նաև 2 նավթային տանկեր, որոնք կապված են Միացյալ Արաբական Էմիրությունների հետ։ Հարձակման հետևանքով 1 նավաստի է մահացել, 8-ը վիրավորվել։ Նավթի գինը 1 օրում աճել է գրեթե 10%-ով։ Հորմուզով անցումը վճարովի դարձնելու մասին Թրամփի հայտարարությունը և Իրանը կրկին շրջափակելու մասին նրա որոշումը համաշխարհային շուկայում իրարանցում են առաջացրել։ Տնտեսագետները կանխատեսում են, որ գնաճի նոր ալիքներ ևս կլինեն։ Արձագանքել է Իրանը, արտգործնախարար Արաղչին նշել է, այս որոշումը անարդար է, նա համաձայնել է, որ Հորմուզով անցումը վճարովի լինի, բայց կարծում է, որ Իրանը ինքը պետք է հսկի նեղուցը և ինքը պետք է վճարը ստանա։ Փոխարենը միջազգային ծովային կազմակերպությունը կտրուկ դեմ է արտահայտվել վճարներին։ Կազմակերպությունը պնդում է, որ նեղուցներում տուրքեր գանձելը օրինական չէ։ Պաշտպանության նախարար Հեքսեթը պատերազմ է հայտարարել գաղտնի տեղեկություններ տարածողներին։ Նա ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ, որի նպատակն է պատժել բոլոր նրանց, ովքեր գաղտնիքներ են հրապարակում լրատվամիջոցներին։ Այս քայլը բուռն արձագանք է ստացել։ Վարչակազմը պարբերաբար գործողություններ է իրականացնում լրագրողների դեմ։ Ապրիլին Թրամփը սպառնացել էր բանտարկել լրատվամիջոցների աշխատողներին։ Դա տեղի էր ունեցել Իրանում անհետացած զինվորականի մասին հրապարակումից հետո։ Իսկ օրեր առաջ դատարան են կանչել New York Times-ի լրագրողներին։ Նրանք լուսաբանել էին նախագահական ինքնաթիռի անվտանգության խնդիրները։ Այժմ լրատվամիջոցները գտնվում են խիստ հսկողության տակ։ Պետական գաղտնիքների տարածումը դառնում է քրեական հանցագործություն։ Հեքսեթի նոր խումբը շուտով կսկսի իր աշխատանքը, լրագրողներին նոր սահմանափակումներ են սպասվում։ Կալիֆորնիան պատրաստվում է անտանելի շոկի, ջերմաստիճանը կհասնի մինչև 43 աստիճանի։ Սա իսկական փորձություն է բնակիչների համար։ Ազգային օդանավթաբանական ծառայությունը հայտարարել է վտանգավոր շոկ, ջերմաստիճանի աճը կշարունակվի մինչև 5շաբթի։ 5շաբթի օրվանից հետո շոկը կսկսի աստիճանաբար նվազել։ Լոս Անջելեսում, Սան Ֆերնանդո հովտում և Սան Գաբրիել հովտում շոկը կլինի ծայրահեղ։ Կանխատեսվող 43 աստիճան ջերմությունը կլինի հենց այս տարածքներում։ Լոս Անջելեսի ափամերձ շրջաններում նույնպես տաք է լինելու, նույնիսկ գիշերները օդը չի զովանա։ Այս եղանակը վտանգավոր է երեխաների ու տարեցների համար։ Աշխատանքի անվտանգության վարչությունը խորհուրդ է տալիս կրել թեթև և ազատ հագուստ, հաճախակի դադարներ անել, իսկ ծանր աշխատանքը պլանավորել առավոտյան կամ երեկոյան։ Եղանակային իրավիճակը Լոս Անջելեսում լարված կմնա մինչև շաբաթվա վերջ։ Գլենդելում ևս սպասվում է չափազանց շոկ եղանակ։ Հուլիսի 14-ի առավոտից քաղաքային իշխանությունները հորդորում են բնակիչներին խնայել էլեկտրաէներգիան։ Օդորակիչները ծանրաբեռնում են Գլենդելի ջրի և էներգիայի ցանցը։ Հուլիսի 14-ից մինչև 17-ը քաղաքում կգործեն հովացման կենտրոններ։ Դրանք բաց են բոլորի համար։ Հովացման կենտրոնները գործում են առավոտյան 10-ից մինչև երեկոյան 8-ը։ Բնակիչները կարող են օգտվել նաև լողավազաններից և ցայտաղբյուրներից։ Քաղաքային իշխանությունը կոչ է անում էլեկտրաէներգիայի խնայողության համար օդորակիչները պահել 25-ից 26 աստիճանի սահմանում, նաև ցերեկային ժամերին խուսափել հզոր կենցաղային սարքերից։ Հավանական են նաև արտակարգ հոսանքազրկումները, դրանց մասին բնակիչներին կտեղեկացնեն SMS ծանուցումներով։ Սպասվող շոկի նոր ալիքին ընդառաջ պատրաստվում են նաև քաղաքի առողջապահական կառույցները։ Լինքոլնի հուշահամալիրի հայտնի լողավազանը կրկին դատարկ է, ոչ թե շոկից է չորացել, այլ Թրամփն է դատարկել։ Նա պնդում է, որ մեղավորները վանդալներն են, որոնք վնասել են ավազանը։ Այժմ ընթանում են վերականգնողական աշխատանքներ, պետք է փոխարինել կապույտ ծածկոցը։ Այն ըստ նախագահի վնասել են չարագործները։
Թրամփը Truth Social հարթակում մանրամասներ է ներկայացրել, ըստ նրա լողավազանի հատակը կտրտված է եղել։ Կտրվածքները 300 յարդ երկարություն ունեին, գրել է նախագահը, սակայն վանդալիզմը հաստատող պաշտոնական ապացույցներ չկան։ Նախագահի խոսքերը վնասների մասին հաճախ են փոխվում, ավելի վաղ նա խոսել էր 250 ֆուտանոց կտրվածքի մասին։ Այնուհետև նա նշել էր 350 ֆուտ երկարություն ունեցող բազմաթիվ կտրվածքներ։ Այս անգամ նա նշել է 300 յարդ չափը։ Լողավազանը վերջերս էր դատարկվել նորոգման համար։ Նրա արտաքին տեսքը փոխելը եղել է Թրամփի նախաձեռնությունը։ Այս ծրագրի հետ կապված բազմաթիվ միջադեպերը արդեն դարձել են Թրամփի քաղաքական հակառակորդների մշտական կատակների թեման։ Թրամփի անունը գրեթե միաժամանակ հայտնվել է և օդանավակայանի և կամրջի վրա։ Ֆլորիդայի օդանավակայանը պաշտոնապես դարձել է Դոնալդ Թրամփի միջազգային օդանավակայան։ Այս փոփոխության համար կծախսվի ավելի քան $5 միլիոն։ Թրամփը ինքը սոցիալական ցանցում գրեց. «Սա աշխարհի ամենահիասքանչ օդանավակայաններից է»։ Թենեսիում էլ կամուրջ է անվանվել նախագահի պատվին։ Այս փոփոխությունները տեղի են ունեցել Վաշինգտոնի կենտրոնից Թրամփի անունը հանելուց հետո։ Դատարանը հրամայել էր հեռացնել նրա մասին բոլոր հիշատակումները։ Այժմ նախագահը հակառակն է անում, նահանգներում տարածելով իր անունը։ Օդանավակայանի վերափոխումը կտևի մի քանի շաբաթ։ Այդ ընթացքում ուղևորները կտեսնեն հինգ և նոր անվանումների համադրությունը։ Ի դեպ, Թրամփի անձնական ինքնաթիռը առաջինն է վայրէջք կատարել անվանափոխված օդանավակայանում։ ԱՄՆ արևմուտքում վայրի գազանները սկսել են վերադառնալ, 11-ների ջանքերը տալիս են իրենց արդյունքը։ Կալիֆորնիական կոնդորը մոտ էր լիակատար անհետացմանը 1987 թվականին, աշխարհում կար ընդամենը 27 թռչուն։ Այսօր վայրի բնության մեջ կա ավելի քան 600 կոնդոր։ Ամերիկյան արծիվների թիվը նույնպես զգալի աճել է։ 1960-ականներին նրանք շատ քիչ էին մնացել։ Այժմ ԱՄՆ տարածքում կա 300,000 արծիվ։ Գորշ գայլերը նույնպես վերադառնում են իրենց տարածքներ։ Փետրվարին գայլ են տեսել Լոս Անջելեսում, Լոս Անջելեսի շրջանում։ Սա պատմական երևույթ է վերջին 100-ամյակի ընթացքում։ Սև արջերը եւս շատացել են Կալիֆոռնիայում, նրանք հաճախ մտնում են բնակելի թաղամասեր։ Լեռնային առյուծները, պումաները դեռ դժվարությունների առաջ են կանգնած։ Քաղաքաշինությունը մասնատել է նրանց բնակության վայրերը։ Այժմ արագընթաց մայրուղիների վրա կառուցվում են անցումներ կենդանիների տեղաշարժի համար, վայրի կենդանիների թվի աճը նաև լրացուցիչ մտահոգությունների առիթ է։ Սնունդ որոնելու ընթացքում կենդանիները սկսել են ավելի հաճախ մոտենալ բնակավայրերին և անգամ բնակելի տարածքներ մտնել։ Մասնագետները կոչ են անում պահպանել անվտանգության կանոնները։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ նույնպես ամեն օր հրապարակում ենք վերջին թարմ նորությունները։ Լոս Անջելեսի հարևանությամբ Ազուսա քաղաքի մոտակայքում նոր խոշոր անտառային հրդեհ է սկսվել։ Այն տարածվել է Անջելես ազգային պարկի տարածքում։ Հրշեջները երրորդ օրն է պայքարում են կրակի դեմ։ Զեբրա անվանումը ստացած հրդեհը սկսվել է շաբաթվա սկզբին 39-րդ մայրուղու մոտ։ Կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 10 ակր անտառային տարածք։ Փրկարարները փակել են 39-րդ մայրուղին, տրանսպորտի երթևեկությունը լիովին դադարեցված է այս գոտում։ Մի քանի տեղամասեր գտնվում են հրդեհային նախազգուշացման տակ։ Ազուսայի ոստիկանությունը շտապ հայտարարություն է տարածել բնակիչների համար, նշելով, թե քաղաքին որևէ վտանգ չի սպառնում։ Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան։ Հայտնի չէ նաև, թե տարածքը երբ կրկին կբացվի երթևեկության համար։ Բրբենքում 21 և 19 տարեկան երկու տղամարդ են ձերբակալվել առաջին հայացքից մանկական զվարճանք հիշեցնող արարքի համար։ Հուլիսի 4-ի տոնակատարության ժամանակ նրանք կանաչ լազեր են ուղղել ոստիկանական ուղղաթիռի վրա։ Ոստիկանությունը արագ գտել է արարքի հեղինակներին, լազերային ճառագայթը ուղղվել է անմիջապես օդաչուների վրա։ Սա լուրջ վտանգ է ստեղծել թռիչքի համար, քանի որ ճառագայթը կարող էր առաջացնել ժամանակավոր կուրություն։ Երիտասարդները ձերբակալվել են ծանր հանցագործության կասկածանքով, տուգանվել և ազատ են արձակվել։ Գործը կուղարկվի դատախազություն հետագա մեղադրանքների համար, սա եզակի դեպք չէ։ 2025 թվականին արձանագրվել է 10,993 նման հարձակում։ Այս տարի արդեն եղել է 3320 դեպք։ Սան Խոսեյում Adobe ընկերության շենքի տանիքին տարիներ շարունակ պտտվող շրջանների հանելուկը լուծված է։ Մարդիկ կարծում էին, թե դա պարզապես արվեստի գործ է, սակայն իրականում դա բարդ ծածկագիր էր։ Ծրագրավորողներից մեկը վերջապես կոտրել է այդ կոդը, պարզվել է, որ այդ շրջանների տակ թաքնված էր հայտնի Վեներայի ծնունդը կտավի մի հատվածը։ Այս հանելուկը տեսողական հաղորդագրություն փոխանցող համակարգ էր, ծրագրավորողը հանելուկը լուծել է 3 տարվա ընթացքում։ Այժմ Adobe պլանավորում
նպատակում են նոր հանելուկ տեղադրել շենքի տանիքին։ Հաջորդ հանելուկը լուծողը կստանա հատուկ մրցանակ, մասնակցել կարող են բոլորը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը պատմելու է աշխարհի ամենաազդեցիկ հայկական կազմակերպություններից մեկի մասին։ Ավելի քան 1 դար առաջ ստեղծված կազմակերպություն, որն այսօր գործում է տասնյակ երկրներում, միավորում հազարավոր կամավորների ու բարերարների եւ ամեն տարի կյանքի է կոչում հարյուրավոր կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրեր։ Բարև ձեզ, հավանաբար արդեն գուշակեցիք, որ խոսքը հայկական բարեգործական ընդհանուր միության AGB-ի մասին է, կազմակերպություն, որի պատմությունը վաղուց դուրս է եկել բարեգործության սովորական սահմաններից եւ դարձել համահայկական ինքնության պահպանման պատմություն, եւ այդ պատմության զգալի մասը գրվել է ԱՄՆ-ում կամ ամերիկահայերի մասնակցությամբ։ AGB-ն հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում, Եգիպտահայ մեծահարուստ եւ հասարակական գործիչ Պողոս Նուբար Փաշայի նախաձեռնությամբ։ Նպատակն էր կրթության, սոցիալական աջակցության եւ ազգային ինքնության պահպանման միջոցով աջակցել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայությանը։ Այսօր կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում։ AGB-ի հաջողության գաղտնիքը թերևս այն է, որ այստեղ երբեք չեն սահմանափակվել միայն դրամահավաքներով։ Դպրոցներ, կրթաթոշակներ, երիտասարդական ծրագրեր, մշակութային նախաձեռնություններ, երաժշտություն, նորարարություն, մի խոսքով ներդրում են անում ոչ միայն այսօրվա, այլև վաղվա ծրագրերի մեջ։ Հենց այդ պատճառով էլ AGB-ն շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ հայկական ոչ առևտրային կազմակերպություններից մեկը։ Տարիների ընթացքում AGB-ն աջակցել է տասնյակ հայկական դպրոցների, մշակութային կենտրոնների, երիտասարդական միությունների եւ կրթական ծրագրերի Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Հարավային Ամերիկայում եւ Ավստրալիայում։ Կազմակերպությունն իրականացնում է նաեւ կրթաթոշակային ծրագրեր, առցանց ուսուցում եւ հայկական մշակույթի պահպանման նախաձեռնություններ։ Եթե խոսենք հենց ԱՄՆ-ի մասին, ապա այստեղ AGB-ն պարզապես համայնքային կազմակերպություն չէ։ Այն դարձել է մի վայր, որտեղ հայ երեխաները սովորում են մայրենի, երիտասարդները մասնակցում են առաջնորդության ծրագրերի, իսկ մեծահասակները շարունակում են կապը հայկական մշակույթի հետ։ Մի խոսքով, սա համայնքը պահող կարևոր հենարաններից մեկն է։ ԱՄՆ-ում AGB-ն գործում է բազմաթիվ մասնաճյուղերով, Լոս Անջելեսում, Լոս Անջելեսի Հոլիվուդ թաղամասում, օրինակ գործում է AGB Մանուկյան Դեմիրճյան Սքուլը։ Նաև երիտասարդական եւ մշակութային կենտրոններ են գործում տասնյակ բնակավայրերում, Նյու Յորքում, Բոստոնում եւ այլ քաղաքներում կազմակերպությունն իրականացնում է կրթական, մշակութային եւ համայնքային ծրագրեր ներգրավելով հազարավոր մասնակիցների։ Հայաստանում AGB-ի անունը շատերի համար առաջին հերթին ասոցացվում է կրթության հետ, բայց իրականում կազմակերպության գործունեությունը շատ ավելի լայն է։ Նոր տեխնոլոգիաներից մինչև արվեստ, գյուղական համայնքներից մինչև մայրաքաղաք, կազմակերպությունը տարիներ շարունակ ներդրումներ է կատարել այնպիսի ծրագրերում, որոնք շարունակական արդյունք են տալիս ու հաճախ շարունակում են զարգանալ ինքնուրույն։ Հայաստանում AGB-ն աջակցում է դպրոցներին, բուհերին, մշակութային նախագծերին եւ երիտասարդական նախաձեռնություններին։ Կազմակերպությունը ֆինանսավորել է կրթական ու սոցիալական բազմաթիվ ծրագրեր, համագործակցել պետական եւ հասարակական կառույցների հետ, ինչպես նաեւ իրականացրել մարդասիրական աջակցություն ճգնաժամային իրավիճակներում։ Կամերային նվագախումբ հիմնել այնտեղ, որտեղ դեռ ոչ այնքան վաղուց պատերազմ էր ու արկերի պայթյուն։ Արցախում AGB-ի աշխատանքի ոճը արդեն սովորական էր դարձել։ Սկզբունքը մեկն էր՝ ոչ թե միայն օգնություն հասցնել, այլ ստեղծել զարգացման հնարավորություն։ Երբ իրավիճակն ավելի էր բարդանում, կազմակերպությունը կենտրոնանում էր կրթության, առողջապահության եւ մարդկանց ամենօրյա կարիքների վրա, փորձելով աջակցել համայնքների բնականոն կյանքին։ AGB-ն Արցախում իրականացրել է կրթական, սոցիալական եւ մարդասիրական ծրագրեր, աջակցել դպրոցներին, մշակութային հաստատություններին, առողջապահական նախաձեռնություններին եւ պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին։ 2020 թվականի պատերազմից հետո կազմակերպությունը իրականացրել է արտակարգ օգնության ծրագրեր, համագործակցելով տեղական եւ միջազգային գործընկերների հետ։
120 տարին մի կազմակերպության համար պարզապես տարեդարձ չէ։ Դա ապացույց է, որ գաղափարները կարող են ապրել սերունդների հետ։ HBO-ն այսօր էլ շարունակում է միավորել հայերին աշխարհի տարբեր անկյուններում կրթության, մշակույթի եւ փոխօգնության շուրջ։ Իսկ նման կառույցների արժեքը հատկապես զգացվում է այն ժամանակ, երբ համայնքը միասնական լինելու կարիք ունի։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։